Բարեկամներ, Աստծո մասին խոսելը շատ լուրջ բան է։ Եկեք կարդանք Երեմիա 18-15 խոսքը։ Սակայն ինձ մոռացել է իմ ժողովուրդը, ուն այն բանի է խունկ ծխում, եւ նրանց սահեցրել են իրենց ճանապարհներումը, որ հին ճանապարհներ են, որ այնպիսի ուղիներով գնան, որ բողոտա չեն։ Նրանք ամբողջապես սխալ էին։ Դարձի եկեք Աստծուն, Տերն ուզում է սրբագործել մարդուն, վճարել նրա փառավոր ապագայի գինը։ Եկեք դիտենք այս վկայությունը։ Ոտքս վնասվել էր եւ ամեն անգամ քայլ գցելուց ես ընկնում էի, որովհետեւ ոտքս չէի կարողանում նորմալ բարձրացնել։ Իսկ հիմա ոնց է։ Հիմա կարողանում եմ։ Տեսա, որ արդեն քայլում եք։ Դե եկեք հիմա այստեղ եւ քայլեք։ Տեսեք, թե նա ինչ երիտասարդ է, շարունակեք քայլելը քույրս։ Փառք Աստծուն։ Վաղ դուք կարթնանաք ինչպես լրիվ նոր մարդ։ Հիմա եկեք այստեղ Հիսուսի անունով։ Կարող եք գալ վազելով։ Տեսեք բարեկամներ։ Աղոթենք։ Հայր, օրհնում եմ այս ժողովրդին եւ հրամայում եմ չարին հեռանալ Հիսուսի անունով, դուրս արի ու չվերադառնաս Քրիստոսի անունով։ Ամեն։